Ճգնաժամերից դուրս գալը հատուկ շնորհ է եւ հատուկ որակ է։ Ողջույն բոլորին, ես Գրիգորն եմ։ Մենք պրակտիկ հաղորդումների շարքի հաջորդ թողարկումն ենք նկարում հիմա։ Այսօր խոսելու ենք գործարարի որակներից, ճգնաժամերից դուրս գալու եւ ճգնաժամերը հաղթահարելու որակի մասին։ Երբ ես նայում եմ իմ շրջապատի գործարարներին, ապա տեսնում եմ, որ նույնիսկ ամենախոշոր բիզնեսմենի կյանքում 2-3 տարին մեկ անգամ մեծ ճգնաժամ է լինում։ Կամ օրենքի հետ կապված, կամ բիզնեսի մրցակիցների եւ մրցակցության հետ կապված, կամ կասովի ռազրիվների եւ բանկրոտության հետ կապված։ Եվ ինչն է հետաքրքիր, որ ցանկացած ճգնաժամի ժամանակ, եթե սովորական մարդը ուղղակի կարա թևաթափ լինի, դուխաթափ լինի ու հանձնվի, գործարարը կարողանում է նման իրավիճակներից, ամենաբարդ իրավիճակներից ելք գտնի ու քայլ անի դեպի այդ ելքը։ Շատ կարևոր հատկություն է սա։ Հետևաբար կան մարդիկ, ովքեր ճգնաժամերի, ստրեսային իրավիճակների մեջ իրանց ահավոր վատ են զգում եւ մի քանի ժամում կարա այդ մարդը այնքան հյուծվի այդ իրավիճակում, որ համաձայնվի ցանկացած ելքի հետ։ Բայց կան մարդիկ, ովքեր ճգնաժամային իրավիճակներում մոբիլիզացվում են ամբողջությամբ եւ լուծումը գտնում են, այդ լուծման ուղղությամբ քայլ են անում եւ դուրս են գալիս այդ իրավիճակից։ Հետևաբար այն գործարարները կամ այն մարդիկ, ովքեր ճգնաժամային իրավիճակներում կարողանում են քայլ անել, կարողանում են չպարալիզացվել ու չհանձնվել, այլ դուրս գալ այդ իրավիճակից, այդ մարդիկ կարող են ստեղծել բիզնես եւ կառուցել մեծ բիզնես։ Ճգնաժամային իրավիճակների ամենամեծ խնդիրը ոչ թե կայանում է նրանում, որ օբյեկտիվորեն ելք չկա այդ իրավիճակից, այլ ելք միշտ գոյություն ունի։ Միայն ճգնաժամային իրավիճակում մարդու ուղեղը երբեմն մտնում է փակուղի, ապաթիայի մեջ է մտնում ու մարդու էներգիան է սպառվում։ Այսինքն ճգնաժամային իրավիճակը վախենալու է ոչ այնքան իր օբյեկտիվ փակուղի լինելով, որքան այն հոգեվիճակով, որում հայտնվում է մարդը։ Հետևաբար շատ մարդիկ, շատ ընկերներ ուղղակի մի հատ փոքրիկ օգնությամբ կարան ճգնաժամային իրավիճակից դուրս գան կամ իրենք իրենցով ելք գտնեն, դուռը տեսնեն եւ քայլ անեն դեպի այդ դուռը։ Հետևաբար, եթե դուք ստրեսի, ճգնաժամային իրավիճակների մեջ կարողանում եք ամեն դեպքում գիշերը պարկել եւ քնել եւ առավոտը թար մտքերով զարթնել, եթե դուք կարողանում եք ամենաբարդ իրավիճակներից լուծում գտնել եւ դուրս գալ այդ իրավիճակից, դուք կարող եք անել բիզնես, կարող եք լինել գործարար եւ կարող եք մասշտաբացնել ձեր բիզնեսը։ Վերջերս խոսում էի իմ ընկերներից մեկի հետ, ով հիմա գտնվում է նման իրավիճակում, ունենալով շատ մեծ բիզնես, մի քանի միլիոն դոլարների հասնող ակտիվներ, կապիտալ, հիմա գտնվում է ճգնաժամային իրավիճակում եւ երբ մենք վերլուծում էինք իրավիճակը, օբյեկտիվորեն մենք տեսանք, որ առնվազն 3 արդյունավետ լուծում գոյություն ունի այդ իրավիճակում։ Առնվազն 3, բայց ինչն է պատճառը, որ մարդը այդ քայլը չի անում եւ դուրս չի գալիս այդ իրավիճակից, այն հոգեվիճակն է, որում մարդը հայտնվում է։ Այն փակուղին է, որում առաջին հերթին ուղեղն է հայտնվում, հետո նոր արդեն մարդը արտաքին աշխարհում էլ ելք չի տեսնում։ Սևակ ես կապակցությամբ իր բանաստեղծություններից մեկում ասում է խմենք այն մարդկանց գնացը ու թվարկումը, հա, որոնցից մեկը ելք եւ ճամփա փնտրողների։ Հրավիրում եմ, ուրախանում ենք բանաստեղծությունն, հա, խորհուրդ կտամ կարդալ անպայման եւ վերջում, երբ որ արդեն թվարկում է ելք ու ճամփա փնտրողների, փող ու թմբուկ զարկողների, աղբյուր առուս արկողների թվարկելով գնում է եւ անպայման անդրադառնում է նաեւ այն մարդկանց, ովքեր ելք եւ ճամփա են փնտրում եւ գտնում են այդ ճանապարհը։ Հետևաբար, եթե դուք ելք եւ ճամփա փնտրող եւ գտնող եք, եթե դուք ճգնաժամային իրավիճակներում հաղթահարող եւ դուրս եկող եք, ուրեմն ձեր մեջ կա գործարարի ջիղ եւ դուք կարող եք լինել գործարար։ Եվ եթե դուք արդեն գործարար եք եւ հայտնվել եք նման իրավիճակում, ապա հավատացած եղեք, որ ցանկացած իրավիճակից օբյեկտիվորեն կա ելք։ Եվ եթե ելքը չի երևում, ապա միայն նրա համար, որ այս պահին ձեր հոգեվիճակը փակվել է, ձեր հոգեկանը հիմա գտնվում է էներգիայի չծախսելու ռեժիմի մեջ։ Ռեժիմի փոխվելու դեպքում ելքը եւ ճամփան կարելի է գտնել, փնտրել եւ դուրս գալ այդ իրավիճակից։ Եվ եթե ձեր կյանքում հիմա ճգնաժամ է կամ եթե դուք ձեր մեջ այդ որակը ունեք, մեկնաբանություններում գրեք դրա մասին եւ այս հոլովակ ուղարկեք ձեր ընկերներին, ովքեր հիմա կյանքի դժվար էտապում հաղթահարում են ինչ-որ բան եւ կարծում եմ այս հոլովակ իրանց կարա օգնություն լինի եւ կարա այն փոքրիկ, այսպես ասած, հրումը լինի, որից իրանք այդ ճգնաժամից դուրս կգան։ Շնորհակալություն, մինչ հանդիպում։